Հարգելի նախկին ու ծեր դասանցիներ, մենք շարունակում ենք մեր թեման, տեսնենք թե ֆիզիկայի էվոլյուցիայի մասին ինչ են գրել մեր սիրելի ուրեմն Ալբերտ Էյնշտեյնը եւ Լեոպոլդ Ինֆելդը։ Ուրեմն մեծ սուրբ Մաշտոց ճանաչել իմաստություն եւ զխրատ իմանալ բանս հանճարոյ։ Սա ուրեմն մեր նշանաբանն էր Ալբերտ Էյնշտեյն, Լեոպոլդ Ինֆելդ, ֆիզիկայի էվոլյուցիան։ Ուրեմն 75-րդ էջի գաղափարները ես նախորդ տեսանյութում ներկայացրել էի, որ համատվում էր ջերմության եւ էլեկտրականության միջև եղած նմանություններն ու տարբերությունները։ Ու սկզբում տարբեր ջերմաստիճան ունեցող երկու մարմիններ իրար հպելուց հետո մի որոշ ժամանակ անց հասնում են միևնույն ջերմաստիճանի։ Իսկ էլեկտրականությունը ինչ է ասում էր սկզբում տարբեր էլեկտրական պոտենցիալներ ունեցող երկու մեկուսացված հաղորդիչներ իրար հպելուց հետո շատ շուտով հասնում են միևնույն պոտենցիալին։ Երկրորդը ջերմության հավասար քանակները երկու մարմինների ջերմաստիճանների տարբեր փոփոխություններ են առաջացնում, եթե այդ մարմինների ջերմնակությունները տարբեր են, այսինքն եթե մարմինների ջերմնակությունները տարբեր են, ապա ջերմաստիճանները տարբեր փոփոխություններ են առաջացնում, երբ որ երկու մարմիններ հպում են միմյանց։ Իսկ էլեկտրականությունը ինչ է ասում։ Էլեկտրական լիցքերի հավասար մեծությունները երկու մարմինների էլեկտրական պոտենցիալների տարբեր փոփոխություններ են առաջացնում, եթե այդ մարմինների էլեկտրական ունակությունները տարբեր են, ինչպես տեսնում եք, նման են այս երկու ուրեմն սուբստանսները, որը մարմնի հպված ջերմաչափն իր սնդիկիսյան երկարությամբ ցույց է տալիս իր սեփական ջերմաստիճանը, այսինքն եթե մենք ջերմաչափը հպել ենք մարմնին, ապա ջերմաչափը ցույց է տալիս մարմնի ջերմաստիճանը եւ ջերմաչափի ջերմաստիճանը։ Իսկ ինչպես է էլեկտրականության մեջ որևէ հաղորդչի հպված էլեկտրոսկոպը որևէ թերթիկների բացվածքից, ոսկե թերթիկների բացվածքից ցույց է տալիս իր սեփական էլեկտրական պոտենցիալը, իսկ դրա հետ միասին հաղորդչի էլեկտրական պոտենցիալը, այսինքն էլեկտրոսկոպի միջոցով մենք որոշում ենք, եթե այնտեղ ջերմաչափի միջոցով ենք որոշում նյութի ջերմաստիճանը, իսկ այստեղ էլեկտրոսկոպի միջոցով որոշում ենք մարմնի լիցքի քանակը։ 76-րդ էջի գաղափարը։ Տեսնենք, թե ինչ նմանություններ ու տարբերություններ կան ջերմության եւ էլեկտրականության միջեւ։ Ուրեմն տաք մարմինը հպել ենք սառը մարմնին։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում տաք մարմնի ջերմության փոխանցում սառը մարմնին, այսինքն այդ սուբստանսը հոսում է տաք մարմնից դեպի սառը մարմին։ Իսկ այստեղ էլեկտրականության դեպքում մենք վերցնում ենք տարբեր ուրեմն մարմիններ, նրանց լիցքավորում ենք, հետո երբ որ մենք նրանց միացնում ենք իրար, նրանց ուրեմն լիցքերը մեկից անցնում են մյուսը եւ այս պոտենցիալը այս երկու մարմինների
ուրեմն դառնում է նույնը։ Ստեղ մենք պայմանականորեն ենք նշանակել դրական, բացասական, մենք կարող ենք վերցնել դրականը բացասական, բացասականը դրական։ Եվ այստեղ տեղի ունեն ոչ թե մի ուղղությամբ, ուրեմն հոսք, էլեկտրականության հոսք, այլ հակառակ ուղղությամբ նույնպես։ Ինչպես տեսնում եք, տարբերություն եւ նմանություններ կան, եւ տարբերություններ կան այս երկու երևույթների միջև։ 77-րդ էջի գաղափարը։ Այստեղ մագնիսների մասին է խոսքը գնում։ Թե ինչ է իրենից ներկայացնում մագնիսը։ Ուրեմն մագնեսիան նագույն քաղաք է Փոքր Ասիայում։ Այժմյան Թուրքիայի տարածքում է ոնց որ։ Այնտեղ գտել են մի հանքաքար, որը իրեն է ձգել կամ վանել երկաթյա առարկաները։ Այն անվանել են մագնիս։ Այսինքն մի հատ հանքաքար են գտել հանքից, այդ հանքաքարը տեսնեն իրեն ձգում է երկաթյա առարկաները։ Այդ մագնիսից ասենք սարքել են ասեղ, այստեղ ներքևի պատկերում, ձախ կողմի պատկերում, այդ ասեղը մտցրել են մի հատ ուրեմն պենոպլաստի մեջ, այնպիսի նյութի մեջ, որը հեշտ հանգիստ կարող է լողալ ջրի մակերևույթին։ Այնուհետև այդ ասեղը դրել են ափսեի մեջ լցված ջրով լիքը լցված ափսեի մեջ։ Դրել են ափսեի մեջ ու տեսել են, որ այդ մագնիսը շրջում է ասեղը, էլի, շրջվում է դեպի հյուսիս-հարավ ուղղությամբ, երկրի հյուսիս-հարավ ուղղությամբ։ Հյուսիսային ուղղությունը համարել են ուրեմն հյուսիսային բևեռ N եւ հարավային ուղղությունը համարել են S ուղղություն, այսինքն անգլերեն north south, ուրեմն հյուսիս-հարավ ուղղությունն է տեսնում։ Դրանից հետո պատրաստել են նաև այս մագնիսը, որ ունի երկու բևեռ, հյուսիսային բևեռ եւ հարավային բևեռ։ Այնուհետև այդ մագնիսը տեղադրել են ինչ որ մի սայրի վրա, ինչպես ներկայացված է աջ կողմի ուրեմն պատկերում։ Այդ աջ կողմի դրված սայրի վրա պարզ է, չէ, որ այդ մագնիսը կպտտվի հյուսիս-հարավ ուղղությամբ։ Այսինքն հյուսիսային կողմը կպտտվի դեպի հյուսիս, հարավային բևեռի կողմը կպտտվի դեպի հարավ։ Այնուհետև մեկ ուրիշ մագնիս մոտեցրել են այդ մագնիսին, տեսել են, որ հյուսիսային բևեռը ձգվում է հարավային բևեռի կողմից եւ վանվում է հյուսիսային բևեռը վանվում է հյուսիսային բևեռի կողմից եւ հարավային բևեռը նույնպես վանվում է հարավային բևեռի կողմից։ Այսինքն նշանակում է, որ սա լրիվ նման է էլեկտրական փորձին, ինչպես մենք տեսանք նախորդ տեսանյութում։ Տեսնենք ինչ տեսություն կարելի է ստեղծել այս ուրեմն փորձի վերաբերյալ։ Յուրաքանչյուր մագնիս երկու բևեռ ունի։ Եթե մագնիսը կտրենք, ստացվում է երկբևեռ մագնիսի երկու կտորներ։ Տարբեր բևեռները միմյանց ձգում են, միևնույն բևեռները միմյանց վանում են։ Մագնիսի մեջտեղի մասը ոչ ձգվում է եւ ոչ էլ վանվում։ Կտրված մագնիսները նույն էֆեկտն են տալիս։
Այսինքն, երբ որ մենք մագնիսը կտրում ենք, միացնում ենք իրար, տեսնում ենք, որ հյուսիսային բևեռները միմյանցից բաղվում են, հարավային բևեռները միմյանցից բաղվում են, բայց հյուսիսային հարավային բևեռները միմյանց ձգում են։ Այս երևույթները նմանվում են էլեկտրոստատիկ երևույթներին, ինչպես մենք տեսել ենք նախորդ տեսանյութերում։ Այստեղ, որպեսզի պարզ դառնա ամեն ինչ, որ տարբերություն չկա էլեկտրականը թե մագնիսական։ Վերցնենք երկու մարմիններ, որոնք լիցքավորված են դրական և բացասական։ Այդ մարմինները միացնենք ապակեցողով, քանի որ ապակեցողը հաղորդիչ չէ, ապա հոսանքը էլեկտրականությունը դրական բևեռից չի հոսի բացասական բևեռ կամ բացասական բևեռից դրական բևեռ։ Բայց սա նման կլինի մագնիսին։ Եթե նույնպիսի ուրեմն սարք վերցնենք, սա կոչվում է դիպոլ, նույնպիսի դիպոլ վերցնենք և տեղադրենք սայրի վրա, ապա մենք կտեսնենք, որ այս դիպոլը ցուցաբերում է այնպիսի հատկություններ, ինչպես մագնիսը։ Սովորաբար բացասական բևեռից ուղղում են դեպի դրական բևեռը, այսինքն հյուսիսից հարավ։ Բացարձակ արժեքով միևնույն լիցք ունեցող երկու մարմիններ միացված ապակե ձողով դրսևորում են նույն վարքը, ինչպես մագնիսները։ Այսինքն մագնիսների վարքը նման է այս դիպոլի վարքին։ Բայց մի հատ բան նկատենք, որ լիցքավորված ուրեմն մարմինը երբ որ կտրում ենք, նա նորից նույն լիցքը ունի, չի փոխում լիցքի տեսակը, բայց այստեղ, ինչպես տեսնում ենք, երբ որ մարմինը կտրում ենք, նա ուրեմն մենք չենք կարող վերցնել մագնիսը որպես մի ամբողջ կտոր ու կտրել։ Կտրում ենք, տեսնում ենք մագնիս է, բայց նորից ունի երկու բևեռ։ Որպեսզի դա ավելի մատչելի լինի, այսինքն հասկանալի լինի, որ դա այդպես է, մենք պատկերացնում ենք, որ մագնիսը, որ նկարացվում է այս պատկերի ձախ վերևի մասում, կազմված է շատ մանր մագնիսներից, շատ փոքր մագնիսներից, դիպոլներից, կարելի ասել։ Եվ այդ մանր մասնիկներից եթե բաղկացած լինի, եթե կտրենք, ապա մենք կտեսնենք, որ իսկապես կտրելուց հետո նորից բևեռանում է մագնիսը։ Այսինքն ստացվում է նորից հյուսիսային և հարավային բևեռ այդ կտրված ինչպես ներկայացված է երկրորդ պատկերում։ Այսինքն վերևի երկրորդ պատկերում։ Ներքևի առաջի պատկերում մագնիս է ներկայացված։ Դրա կողքը ներկայացված է երկաթի կտոր։ Երկաթի կտորը մագնիսացված չէ, բայց երբ որ մենք մագնիսը մոտեցնում ենք այդ երկաթի կտորին, այդ դիպոլները կարելի ասել, որոնք քաոսային բնույթ ունեն, քաոսային ձևով են դասավորված երկաթի մեջ, սկսում են վերադասավորվել այնպես, որպեսզի ստացվի դիպոլի պես մագնիս, այսինքն հյուսիսային հարավային բևեռով մագնիս։ Երբ որ հյուսիսային հարավային բևեռով մագնիս է ստացվում, այս դեպքում նոր մագնիսը ձգում է այդ երկաթի կտորը, ինչպես նկարված է այդ ներքևի մեջտեղի մասում ներկայացված ամենաներքևի պատկերում։
Տեսեք ինչպես է վերևի պատկերում քաոսային էին դասավորված այդ կտորները, դիպոլները, հա, մենք այն անվանում ենք դոմեններ, իսկ ներքևի մասում արդեն ոչ այնքան քաոսային, մի քիչ ավելի ուղղված։ Բայց երբ որ մագնիսը հեռացնում ենք այս երկաթի կտորից, երկաթի կտորի այդ դոմենները նորից շրջվում են պատահական ձևով եւ երկաթի կտորը նորից մագնիս չի հանդիսանում, այլ հանդիսանում է սովորական երկաթի կտոր։ Իսկ քանակական տեսակետից ինչպես կարելի է բնութագրել մագնիսը։ Պատկերացնենք մի հատ երկար մագնիս, ինչպես նկարված է այս աջ կողմի պատկերում։ Այդ երկար մագնիսի ներքևի մասը մոտեցնում ենք այս փոքր մագնիսի մեջտեղին մոտեցնում ենք, տեսնում ենք ոչ մի ազդեցություն չկա։ Դա նույն երևույթն է, ինչ որ լիցքերի դեպքում։ Լիցքերի դեպքում մենք ինչ ունենք, F հավասար է անգամ Q1 Q2 բաժան R քառակուսի։ Նույն ձևով կարելի է ասել, սա միավոր մագնիս է, այս միավոր մագնիսին կարող են ձգվել թե դրական եւ թե հյուսիսային եւ թե հարավային բևեռները։ Ինչքան ուժեղը մագնիսը, այնքան ուժեղը ձգում ուրեմն։ Հա, այսպիսի նմանություն կարելի է քանակական տեսակետից արտահայտել մագնիսական ազդեցությունները։ 81-րդ էջի գաղափարը։ Երկիրը մի մեծ մագնիսական դիպոլ է, իսկապես այդպես է։ Եթե հիշում եք, մենք ասեղը դրեցինք ուրեմն ջրի մեջ, ասեղը մագնիսացված էր, ինչպես պտտում ենք, նա միևնույն է պտտվում էր հյուսիս-հարավ ուղղությամբ, այսինքն ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը։ Դրանից ենք մենք որոշել ուրեմն, թե բևեռները ինչպես են առաջացել, մագնիսի բևեռները։ Դրական եւ բացասական համարելը միայն պայմանավորվածության հարց է, բայց քանի որ նրանք մի անգամ այդպես են նշանակվել, այդպես էլ ընդունվում է, կողմնացույցը ենթարկում է երկրի մագնիսական ուժին։ Երկրի մագնիսական ուժի հետևանքով կողմնացույցը ստեղծում է իր ուղղությունը։ 82-րդ էջի գաղափարը։ Բոլոր երևույթները հնարավոր չէ մեխանիստական տեսանկյունից բացատրել։ Ինչպես տեսնում եք, շատ դժվար է մեխանիստական տեսանկյունից բացատրել, այսինքն մենք վերցնում ենք երկու սուբստանց, երկու սուբստանցների միջև փոխազդեցություններ են առաջանում, այդ փոխազդեցությունների միջոցով մենք պատկերացնում ենք ամբողջ տիեզերքը, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Այսինքն բնական երևույթները ոչ թե ամբողջ տիեզերքը, այլ ընդհանրապես բնական երևույթները։ Էլեկտրական հոսանքը զարգացրեց էլեկտրականության տեսությունը։ Պատահական դեպքը էական դեր է խաղացել։ Գալվանիից հետո Վոլտան ստեղծեց Վոլտյան մարտկոցը։ Այստեղ ներկայացված է Վոլտյան մարտկոցը։ Ինչ է իրենից ներկայացնում Վոլտյան մարտկոցը։ Ուրեմն տարա է, մեջ լցված է շատ թույլ, ուրեմն ծծմբական թթվի լուծույթ, շատ թույլ, բայց այդ շատ թույլ ծծմբական թթվի լուծույթում տեղադրված է պղնձի եւ ցինկի թիթեղներ։ Հետո նույնպիսի ուրեմն սարքված է նաեւ հաջորդ պատկերում եւ այսպես պատրաստված է 3 հատ միևնույն տիպի սարքեր։ Ընդ որում այստեղ ինչպես տեսնում ենք ամենածայրի ցինկի թիթեղը միացված է էլեկտրոսկոպին։ Էլեկտրոսկոպը բացվածք է ցույց տալիս, այնուհետև
Իսկ պղնձի թիթեղը միացված է ցինկի թիթեղի, հաջորդ սարքի ցինկի թիթեղին։ Հաջորդ սարքի պղնձի թիթեղը միացված է մյուս սարքի ցինկի թիթեղին։ Այդ սարքի պղնձի թիթեղն էլ միացված է էլի էլեկտրոսկոպին, ինչպես էլեկտրոսկոպը ցույց է տալիս բացվածք։ Այս էր ուրեմն իրենից ներկայացնում Վոլտյան մարդկոցը։ Ինչքան շատ են այս բառնաները, այնքան մենք ավելի մեծ ուրեմն պոտենցիալների տարբերություն ենք ստանում։ Սա Վոլտան է, Ալեքսանդրո Վոլտան։ Ծնվել է փետրվարի 18-ին 1745 թվականին։ Կամո Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն։ Մահացել է մարտի 5-ին 1827 թվականին։ Կամո Լոմբարդո ավստրիական կայսրություն։ Այստեղ նույնիսկ մարդկոցն եմ ես նկարել այս վերևի մասում, բայց այնպես եմ նկարել, որ ցինկի թիթեղի մի ծայրը միացրել եմ էլեկտրոսկոպի կամ վոլտմետրի մի ծայրին, իսկ պղնձի երրորդ ուրեմն մարդկոցի երրորդ բաժնի ուրեմն պղնձի թիթեղը միացրել եմ էլեկտրոսկոպի մյուս ծայրին։ Ինչպես տեսնում ենք, այստեղ վոլտմետրը ցույց կտա վոլտմետրը կամ էլեկտրոսկոպը ցույց կտա որոշակի արդյունք։ Երբ որ այս առանձին մասերի թիվը շատացնում ենք, ապա էլեկտրոսկոպը ավելի մեծ ուրեմն շեղումը ցույց տալիս։ Ինչ է գրում ուրեմն Վոլտան, Ալեքսանդրո Վոլտան։ Թույլ լիցքավորված են եւ գործում են անընդհատ կամ այնպես, որ նրանց դիրքը լիցքաթափումից հետո նորից վերականգնվում է, որոնք մի խոսքով անսահմանափակ լիցք են մատակարարում կամ էլեկտրական հեղուկի անընդհատ գործողություն կամ իմպուլս են առաջացնում։ Ինչպես տեսնում եք, երբ որ մենք լիցքավորում ենք մորթով շփելուց կամ ասենք էբոնիտը շփելուց, մենք տեսնում ենք այնտեղ հենց լիցքաթափում ենք, այլևս լիցք չէր անցնում, իսկ այս դեպքում, ինչպես տեսնում ենք, լիցքը անընդհատ անցնում է եւ անցնելով այդ լարի միջով լարը տաքանում է։ 84-րդ գաղափարը։ Այստեղ պղնձի եւ ցինկի թիթեղների միջև լարումը չի նվազում, ինչպես տեղի ունի լարով միացված երկու հաղորդիչների դեպքում։ Անընդհատ պղնձի թիթեղից հեղուկը հոսում է ցինկի թիթեղը։ Հետևում է, որ ինչ որ ուժ կա, որ վերականգնում է պոտենցիալների տարբերությունը։ Ինչպես տեսնում ենք, որտեղից է պոտենցիալների տարբերությունը։ Երբ որ մորթով շփում ենք, միանգամից միացնում ենք, պարտում է առաջանում։ Իսկ այս դեպքում ինչ է առաջանում։ Ինչպես է այդ տարբերությունը առաջանում, որովհետև ինչ որ էներգիա կա, որ այդ էներգիայի շնորհիվ մենք ստանում ենք այդ ուրեմն հոսանքը։ Որովհետև էներգիան ոչնչից չի առաջանում եւ ոչնչի չի վերածվում, այլ մի տեսակի փոխակերպվում է մեկ այլ տեսակի։ Լարը տաքանում է, խախտվում է էներգիայի օրենքը։ Եթե մենք այդպես չմտածենք, այսինքն քիմիական էներգիան էլեկտրականի վերածելու միտքը չառաջանա մեր մոտ, ապա մենք կասենք, որ խախտվում է էներգիայի պահպանման օրենքը։ Կարելի է ենթադրել, որ հեղուկը, պղինձն ու ցինկը մտնում են քիմիական ռեակցիայի մեջ, որն էլ ստեղծում է անընդհատ լարում։ Թե ինչու է, ուրեմն ինչպես է տեղի ունենում այդ
վոլտայի մարդկոցի ուրեմն երևույթը։ Ուրեմն ինչ էներգիաներ են միմյանց փոխարինում։ Ուրեմն քիմիական էներգիան, որ այդ բրոնզի եւ ցինկի ու էլեկտրոդի միջև է տեղի ունենում, առաջացնում է հոսանքի էներգիայի, այսինքն լարով հոսանք էր անցնում, եւ լարով հոսանք անցնելուց լարը տաքանում էր։ Այսպիսով մենք ունենք 3 տիպի էներգիաների փոխարկերպում։ Մեկից մյուսին քիմիական էներգիա, հոսանքի էներգիա եւ լարի ջերմային էներգիա։ Սա էստետն է, հա։ Այս մարդը մի այնպիսի հայտնագործություն է արել, որ այդ հայտնագործության միջոցով այժմ աշխատում են բազմաթիվ սարքեր, այս հիմքի վրա են աշխատում։ Առանց սրա, առանց այս հայտնագործությունը շատ պարզ է թվում, բայց առանց այս հայտնագործության հնարավոր չէր ժամանակակից տեխնիկա աշխատեցնել։ Ուրեմն Հանս Քրիստիան Էրստեդ, դանիացի ֆիզիկոս, 1820 թվականին Էրստեդը հայտնագործել է էլեկտրական հոսանքի մագնիսական ազդեցությունը 1820 թվականին։ Էրստեդը ինչ էր անում։ Ուրեմն տեսեք այս Էրստեդի պատկերի կողքի պատկերը։ Սա Էրստեդի սարքն է, որով նա ցույց էր տալիս, թե ինչպես է հոսանքը ազդում մագնիսական սլաքի վրա։ Այստեղ ամենաներքևում ինչ է ներկայացնում։ Ներքևում ներկայացված է վոլտայի մարդկոցի մի կտորը, հա։ Այնտեղ ես գրել եմ պղինձ եւ ցինկ եւ այդ պղինձի ցինկի մեջ լցված էր հեղուկը, հա։ Այնտեղ կա անջատիչ։ Այս անջատիչը միացված է ուրեմն պղնձի թիթեղի վրա։ Պղնձի թիթեղից այսպես մի հատ լար կա, որ ունի շրջանի տեսք, շրջանագծի տեսք, շրջանագծով այդպես տարված է, որ այդ լարը միացված է ցինկի թիթեղին։ Երբ որ անջատիչը անջատված է, ուրեմն լարով հոսանք չի անցնում։ Բացի դրանից, այս մեջտեղում դրված է մագնիսական սլակ, ինչպես մենք ունեինք այդ ափսեն մեջ դրված ասեղը, որ մագնիսացված է, այդ մագնիսական ասեղը ցույց է տալիս մի ուրիշ հարավ ուղղությունը։ Երբ որ անջատիչը միացնում ենք, այսինքն երբ որ այդ կլոր օղակաձև ուրեմն լարով անցնում էր հոսանք, մենք տեսնում ենք այս մագնիսը այդ ասեղը պտտվում է, այսինքն ուժ է ազդում, այսինքն հոսանքը ուժ առաջացնեց, որը ազդում է մագնիսի վրա։ Մինչդեռ Էրստեդը, մինչև Էրստեդը նրանք նախորդ գիտնականները կարծում էին, որ էլեկտրական ուրեմն հոսանքը չի ազդում մագնիսի վրա։ Այսինքն պետք է անպատճառ հոսանք լինի, որը ազդի մագնիսի վրա։ Ինչ է գրում Էրստեդը ժամանակին։ Այս փորձերն ըստ երևույթին ցույց տվեցին, որ մագնիսական սլաքը գալվանական գործիքի միջոցով շեղվում է եւ հենց այն ժամանակ, երբ
գալվանական շղթան փակված էր, այլ ոչ թե բացված, ինչպես մի քանի տարի առաջ շատ ականավոր ֆիզիկոսներ կարծում էին։ Ինչպես տեսնում ենք, Էնստեդի հայտնագործությունը բավականին հետաքրքիր է, թե ինչպես է ուրեմն հոսանքը ազդում մագնիսական սլաքի վրա, այդ ասեղի վրա, որ ես ասում եմ, կամ էլ կարելի է վերցնել սովորական ուրեմն կոմպաս, կողմնացույց, սովորական կողմնացույց նույն ասեղի երևույթն է, թե տիեզերական ձգողության, թե էլեկտրական, թե մագնիսական երևույթներում ուժը ազդում էր նյութական մարմինների միջև։ Այդ մարմինները միացնող գծի երկայնքով, այսինքն այս երեք ուժերը ազդում էին միմյանց վրա, նյութերը ազդում էին միմյանց վրա, այդ մարմինները միացնող ուրեմն գծի երկայնքով։ Մինչդեռ մենք այստեղ ունենք թե էլեկտրական, թե մագնիսական երևույթներ, Էրստեդի փորձում, ընդ որում հոսանքի ուղղությունը մագնիսի ուղղությանը պետք է ուղղահայաց լինի, հակառակ դեպքում այդպիսի ուրեմն փորձը չի տեղի ունենա։ Ինչպես տեսնում ենք, այս ուժը տարբերվում է նախորդ երեք ուժերից։ Ռոմֆորդ անունով մի ֆիզիկոս, ուրեմն որպեսզի պարզ բացատրի, թե ինչ է իրենց ներկայացնում, այստեղ ես ներքևի ձախ կողմում նկարել եմ մի հատ մարմին, որը դրական լիցք ունի, որը շրջանագծով պտտվում է այդ ասեղի շուրջը, ընդ որում ասեղի հարթությունը իրենց ներկայացնում է ափսեի հարթությունը, որն ուղղահայաց է ուրեմն այդ շրջանագծի հարթությանը։ Ինչպես մենք այստեղ ենք տեսնում, հենց այդպես էլ կա։ Այսպիսի պարզ պատկերով է ուզում բացատրել ուրեմն այդ երևույթը, թե ինչպես է էլեկտրական հոսանքի և մագնիսական սլաքի միջև կապ ստեղծված։ Երբ մասնիկը պտտվում է, մագնիսական սլաքը շեղվում է, այսինքն այդ ասեղը շեղվում է, կամ կողմնացույցի սլաքը շեղվում է։ Երբ մասնիկի արագությունը մեծացնում ենք, մասնիկի մագնիսի վրա ազդող ուժն էլ է մեծանում։ Այդպես երկու տեսակի գաղափար, երբ որ պտտվում է ուրեմն այդ ասեղի շուրջը, ասեղը շեղվում է իր նորմալ դիրքից, և երբ որ մենք սկսում ենք արագ կամ դանդաղ պտտել, ապա ուժն էլ էր փոփոխվում, արագանում էր կամ մեծանում էր կամ փոքրանում էր ասեղի վրա։ Այսպիսի երևույթներ են տեղի ունենում ուրեմն մագնիսների և էլեկտրական հոսանքների միջև, էլեկտրականության և մագնիսականության հարաբերությունը կարելի է։ Ինչևէ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։